Ինչ կարևորություն են սոցիալական կապերը ձեր կյանքում, ես գիտեմ, որ դուք շատ ընկերներ ունեք, հագեցած կյանքով եք ապրում։ Կարևոր է, իհարկե կարևոր է։ Հետո ես երբեմն այդ հարցի հիմա որ տալիս եք մտածել եմ երբեմն հետ, ինչու ես ավելի շատ ինձանով չեմ զբաղվում, մեր ընտանիքով անձնական մտածում եմ իմ կյանքի նպատակը երևի նա է, որ մարդկանց ուրախացնեմ։ Հասարակ բան է, ինձ հրավիրում են, խնդրում եմ ասեմ կարելի է ընկերուին դառնում է խումբը այդպես մեծ, պատահել է այդպիսի բան, ինձ հրավիրել են իմ խումբը դարձավ 50-100, այդպես հրավիրել ժողովուրդը ուրախանում է։ Գիտեք ինչ հետաքրքիր մեր մոտ չկա կենցաղային այդ կուլտուրայի օջախ գնալը։ Մարդը հարուստ է, փող ունի, լավ տեղել ապրում է, մտքովը չի անցնում, որ գումար տա գնա թատրոն, որ հրավիրում եմ գալիս են այնքան են ուրախ, սենց պայծառ, հա կարող եք դուք էլ գումար մի փոքր է դրեք, չէ որ հոգին սնելու մասին եք ասում։ Հոգին սնելը սնվեց հոգին, բայց ինքը չէ որ կենցաղավարություն չի դա։ Մեր դպրոցներից անգամ ես վերջի շրջանում ճապոնական այդ երեխաների դաստիարակություն եմ նայում, իրենք չեն գիտելիքը սկզբում չի, իրենք պիտի դաստիարակվեն ճիշտ շրջապատում եւ վարվելաձև։ Մեր մոտ շատ կաղում է։ Այդ պահով երբ որ գնում ես մաքուր լինի կողքը շրջապատը, մեր երկիրը դրախտ ինչ ենք դարձրել։ Որ դուրս ես գալիս, ափսոսում ես, դե արում ես, Աստված վերևից տեսնում է, այդ ծովից ծով տվել էր, ինչի չմնաց, որտեղ մենք չսիրեցինք մեր երկիրը։ Դուրս ես գալիս ճանապարհ Հայաստանից դուրս, դատարկություն, փոշի, կեղճ, ինչի է դա այդպես, ինչու չենք սիրում։ Վերջի շրջանում առիթ է եղել փառք Աստծո էլի լինում է հանգստյան, առաջով էր գնում մեր շրջաներում հանգստանում, չէ, իսկ հիմա այնքան ուրախանում եմ, որ գնում են գոնե էլ այնտեղ մաքրում են, արդեն օջախները դարձել այցելության, գոնե կողքները մաքրում են, դա պիտի ծրագիր լինի, ազգային ծրագիրը բացակայում է, թե վարվելաձևի, թե մեր շրջապատի, լսել եմ, որ այս փոքր երկիրը երևի 6-րդ կեղտոտ երկիրն է, ես ինչ ենք անում, միատ արթնացեք, ժողովուրդ, ղեկավարներ, արթնացեք, բավական է կորցնենք, եկեք մերը պահենք, չգտնենք, չուզեն, բայց մերը պահենք, այդ իմ համար մեծ ցավ է, գոնե մաքուր պահենք, գոնե եղածը պահենք, դրսից այդքան հյուր են գալի կենթանիների հետ, որ ինչ, հլը նայեք ինչքան կեղտո, նախ մեր անգամ կենտրոնը ինչ են հավաքարարները, այսքան, այս բանից այս կողմ մերը չի, այս մի միլիմետր այս կողմը մերը չի, ես պիտի չմաքրեմ, սիրելիս, դա քոնն է, եթե դրա համար դու գումար չես տանում, մաքրի քո երեսն է դա, այդ ցավում եմ, թող մի քիչ սեր լինի, մեկս մեկիս նկատմամբ եւ մեր հայրենիքի, մեր քաղաքի, մեր փողոցի, միայն դա կցանկանայի, մեկ էլ մայրերին, որ ճիշտ լավ աղջիկներ դաստիարակեն, որ միայն վայելքը չլինի, դրանից հետո մտածեն պիտի ընտանիք ամուր պահեն, երեխային ճիշտ դաստիարակեն, երեխաներ ունենան, միայն դա խորհուրդ կտայի։ Եվ ինչ խորհուրդ կտաք ձեր տարեկիցներին, մարդկանց, որ թոշակի անցան կամ այլևս որոշում ունեն չաշխատել, ինչպես իրենց կյանքը ուրախ անցկացնեն, հագեցած, լիքը։ Առաջի հերթին էլի նորից կարող է կրկնվեն 40-ից 50-ից հետո մարդը պիտի ավելի շատ մտածի հոգևոր կյանքի մասին։ Ոնց է 37-ը արդեն ջերմություն է, չէ, հիվանդություն է։ Այսինքն իրենք 36 աշխանով աշխարհի մեջ ապրեն, 37-ը չանցնեն, ավելի շատ հոգևոր, եկեղեցի, աղոթական, սեր, այսինքն նմանվեն քրիստոնյային, ոչ թե մի 50 չկան, այս ցավում, այդ ումը չի ցավում, նայ հասարակ գեղեցիկը տեսեք, չորացած ծառ ինչքան գեղեցիկ է, չէ,
Վայ, մարդիկ ասում է, «Էս ինչ ես ընկել ես մանր, ախր չէ որ նա ինչքան գեղեցիկ սլացիկ է, մի հատ ուշադիր նայեք, չորացած մարդու մեջ էլ գեղեցկություն կա եւ վերջապես տարիքը իմաստություն է, չէ, ավելացնում»։ Խորհուրդ կտամ նեգատիվ, մարմնին քիչ բանի տեղ դնեն, հենց ասում են, վայ, ստեղ ցավմաս, էս լավ չի, լավ չեմ զգում։ Ոչ, դու աղոթք արա, մի ուշադրություն դարձրու, քիչ փողերը ծախսեք այդ։ Տեղորայքի։ Այո, մի քիչ էլ աշխատեք զարդեր ունեն, ինչ կա որ, մի հատ էլ ավել, մի հատ պամադակսեք, ինչ կա։ Ինչա հավատացյալը չպիտի քսվի։ Հաճելի եղիր, գեղեցիկ եղիր, ավելորդ մի համարվի, որ տան ասեն, պարավին ոնց անենք շուտ գնա կամ բանի տեղ չտնեն։ Պահեք այնպես, որ ձեզ շրջապատում սիրեն, այսպես կարևոր մարդ եք, գեղեցիկ եք, որ իրենք նայն սովորեն, օրինակելի եղեք։ Տիկին Արմիկ, եթե հնարավոր լիներ ժամանակը մի 20 տարով ետ տալ, դուք ինչ որ բան կփոխեիք ձեր կյանքում։ Երևի քիչ բան։ Իմ անձնականը ավելի կկարևորեի, որ շատ չտուժեր։ Ինչ իմաստով։ Ամենատարբեր։ Դուք շատ սիրուն կին եք, ես ձեզ ասացի, չէ՞, դուք սրտակեր եք եղել երևի, կամ կաք։ Դրա համար աշխատել եմ քիչ շփվեմ, որ սրտեր չուտեք, խնայել եք։ Ամեն դեպքում ինչ որ բան կփոխեի, իհարկե, բայց ինչ լինի, մարդ նույնն է մնում, շատ քիչ բան կփոխեի, իհարկե, ավելի ինձանով կզբաղվեի, ինձանից ինչ որ մի բան կներկայացնեի, ինչ եմ արել, ոչինչ, համեմատացա, ուրիշների ասենք, կարող ես բան արել եմ, հասել եմ, սա արել եմ, իմ համար համայրա ոչինչ չեմ արել, համայրա ոչինչ, մենակ դա կփոխեի։ Հրաշալի է, դե այսօրվանից կարող եք սկսել, երբեք ուշ չես սկսել է։ Այսօր չէ, արդեն պլանավորված բաներ ունեմ, չեմ կարող։ Վաղվանից, այսօր ուշ է, չէ։ Արդեն ուշ է։ Տիկին Արմիկ, շնորհակալ եմ ուրախ զրույցի համար, բտորելու տեղիք տվեց որոշ մտքեր, որ այո, հոգին սնելն է կարևոր, ինչպես փայփայելը, ինչպես մարմինը։ Իհարկե, թող ավելորդ չհամարեն իրենց տարեցները, աշխատեն ճիշտ ապրել, որ ավելորդ չլինեն։ Եվ իրենց հոգին իրենք ուրախ լինեն, այդ ջերմությունը, ուրախությունը պիտի փոխանցեր, չէ, որ դիմացին էլ լավ զգա։ Աշխատեք ավելորդ եւ տհաճ չլինել շրջապատին։ Շնորհակալություն, նոր մոտեցումներ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի anradio.am կայքում, դիտեք հաղորդումը, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, բաժանորդագրվեք Էկորշնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող թեմաների մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։